Բարև աշխարհ, դու ջերմ ես ու տաք, հաճելի եւ սիրելի, որովհետեւ քո մի մասնիկն է նաեւ մայրը, էակ, ով փառաբանվում է տարվա յուրաքանչյուր եղանակին եւ ամեն օր։ Սակայն մայրության եւ գեղեցկության տոնին խոսքերն էլ ավելի շռայլ ու իմաստուն են դառնում։ Վանաձորի Սուրբ Սարգսի անվան թիվ 31 նախաուսումնական հաստատության դաստիարակ Վալյա Մինասյանի ավագ խմբի սաները նույնպես որոշել են գովաբանել իրենց մայրերին, շնորհակալ լինել լույս աշխարհ գալու, ջերմության, անսահման սիրո եւ անհոգության համար, նվիրելով մի հրաշալի միջոցառում եւ այն վայելելու յուրօրինակ հաճույք։ Էլին ջերջանկություն առանց երկու բարի, հայ կնոջ կերպարը հեզության, մաքրության եւ անմեղության մարմնացումն է, ուստի երաժշտական դաստիարական Ուշ Պողոսյանի հետ ընտրված յուրաքանչյուր կատարում էլ ավելի ամբողջական է դարձնում փոքրիկների անակնկալները, որոնցից մեկն էլ մայրիկներին բարի հրավիրելն էր։ Տնօրեն Սուսաննա Գրիգորյանը բարձր գնահատանքի արժանացրեց դաստիարակ Վալյա Մինասյանի այս գործունեությունը եւս, հավաստելով, որ նրա կազմակերպած միջոցառումներում գաղափարական են մայր եւ հայրենիք հասկացությունները, որոնք էլ հենց դաստիարակում են հայի ոգին։ Այս փոքրիկ հրաշքների մեջ կա թաքնված նուրբ հոգի։ Այդ նույն հոգին կա թաքնված մեր սիրելի ընկեր Վալյայի մարմնում։ Հոգի, ուր անսահման, անպարագիծ կա մայրական ջերմություն, կա մայրական սեր, մայրական նվիրում, որը բերում է մեծ հայրենասիրության։ Ես պիտի անկեղծորեն ասեմ, որ ընկեր Վալյայի միջոցառումների մեջ, չգիտեմ ինչու, մայր հայրենիք թեման շատ է արմատավորված։ Ես խոնարհվում եմ դրա համար, քանզի մեր այս հրաշքները վաղվա մեր ապագաներն են, քանզի այս հրաշքները մեր վաղվա մայրերն են։ Ես ուզում եմ բարեմաղթել իմ հրաշքներին առողջ, երջանիկ, անհոգ մանկություն։ Ես ուզում եմ սիրելի մայրեր, ձեզ բարեմաղթել նորից առողջություն եւ ասում են, որ աղոթքը շատ ավելի շուտ է հասնում Տեր Աստծուն։ Բերեք այսօր անպայմանորեն հավաքվենք եւ միասին մեր երեխաների այս միջոցառումը գեղեցիկ որպես աղոթք գումարենք մեր աղոթքներին եւ խնդրենք Տիրոջից մեր սահմանների ոչ թե ժամանակավոր հրադադար, այլ հուրհավիտյան, թող այլևս ոչ մի կրակոց չլինի, թող այլևս ոչ մի մայր չսպասի,
թե որդուց ինչ լուր է գալու։ Պարզապես գրկաբաց, ուրախ սրտով նա դիմավորի իր բալիկին։ Ես համենայն դեպս իմ աղոթքը, իմ հրաշքների հանդեսով թվում եմ առ Աստված։ Շնորհակալ եմ ձեզնից, շնորհակալ եմ իմ մանկավարժներից։ Ծնողների հուզմունքը դարձավ փոքրիկների ներդրած ջանքերի ամենաբարձր գնահատականը, քանզի չկա ավելի մեծ երջանկություն, քան շնորհակալական խոսքը փոքրիկի շուրթերից, չմոռանալով, որ այս ամենի համար պարտական են նախակրթարանի աշխատակազմին։ Ես ուզում եմ ծնողների անունից շնորհակալություն հայտնել Տիկին Սուսաննա Գրիգորյանից, մանկապարտեզի տնօրեն, մանկավարժական անձնակազմից, ընկեր Բայայից, ընկեր Անուշից, այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար։ Եվ ուզում եմ անպայմանորեն շնորհակալական խոսքեր ասել ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին, ում նախաձեռնությամբ այս գեղեցիկ հարկի տակ գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպում եւ իհարկե բարելավ պայմաններում, գեղեցիկ շքեղ պայմաններում մեր մանուկները հաճախում են։ Եվ ուզում եմ մի բան ավելացնել, ինչպես ասվում է, մի ձեռքը ծափ չի տա, մի ծափով գարուն չի գա, հարգելի ծնողներ, եւ հանձին ինձ, եւ բոլորի հանձինս ձեզ, կոչ եմ անում, լինենք մեր մանկավարժական կոլեկտիվի կողքին եւ աջակցենք հնարավորության սահմաններում, որովհետեւ Տիկին Սուսաննան էլ անընդհատ շարունակ բրբտումների մեջ է եւ շարունակում է գեղեցկացնել, շքեղացնել եւ ավելի բարեշուկ տեսք համոթել մանկապարտեզին։ Անչափ շնորհակալություն։ Օգտվելով մեր Բայայի ծննդյան օրը համանգե մեր հանդեսի հետ բոլոր ծնողների անունից շնորհավորում ենք, ձեզ շատ սիրում ենք։ Այս անգամ եւս միջոցառումն ամփոփվեց աղոթքով հանունքած զինվորների անվտանգության, նրանց ծնող մայրերի երջանկության եւ հայրենիքի խաղաղության։ Ադրինե Մխոյան, Լիլիթ Յոլչյան, Միք հեռուստաընկերություն։